նվիրում Աստծուն։ Հետարքիր է, որ մարդիկս մենք բոլորս հատկապես երիտասարդների մոտ է շատ տարածված, երիտասարդները, քանի որ շատ ավելի անփորձ են, կյանքը դեռ շատ չի հարվածել, նվիրվող են։ Կարա նվիրվեն գործին, կարա նվիրվեն ինչին ասես, կարա նվիրվեն իրանց թութակին։ Օրինակ, թութակը պահեն եւ սկսեն ուսումնասիրել թութակաբանություն։ Այսինքն ինչ որ անում են ամենայն հարգանքով նվիրվում են։ Մարդ իրեությունով նվիրվող է։ Իհարկե, ինչքան մարդը մեծարում է, այնքան կոտրվածությունը շատ, նվիրվածությունը սկսում է ավելի հետ նահանջ ունենալ, բայց միևնույնն է, մարդու մեջ կա, ինքը սիրում է նվիրվել։ Հոգևոր կյանքի հետ կապված ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Մոտենալ Աստծուն, պաշտել Աստծուն եւ առանց նվիրվելու շատ դժվար է։ Անորոշությունը, կասկածամտությունը կարա մարդուն տանջի, հոգնածնի եւ թուլացնի։ Գիտեք, հնարավոր չի մոտենալ Աստծուն եւ պաշտել Աստծուն առանց նվիրվելու։ Երբ որ Պողոսին Տերը հայտնվեց, Պողոսը կանգնեց եւ ասեց. «Տեր, ինչ անեմ քո համար»։ Մարդու ապաշխարության իրական հետևանքն ու արդյունքը սա պետք է լինի. Տեր, հիմա ես ինչ պետք անեմ, ոչ թե միայն ծառայության մասին, այլ լիարժեք նվիրվածության մասին։ Ես երբեմն տեսնում եմ մարդիկ իմ կյանքում շատ եմ տեսել, որ նրանք շատ նվիրյալ են, գործին են նվիրյալ, ընտանիքին են նվիրյալ, ինչ որ ծանոթի, ինչ որ բաների են նվիրյալ, բայց երբ որ գալիս են եկեղեցի, միանում է մաթեմատիկական հաշվարկները։ Սկսում են միացնել հաշվարկները, միանամ Աստծուն, նվիրվեմ Աստծուն, կյանքս տամ, ինչ կլինի, ոնց կլինի, սկսում է։ Ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Մարդու չնվիրվելու այդ արանքում, այդ արգելք առաջացնողը իր մեծ բաժին ունի ոչ միայն քո փորձառությունները, սխալ փորձառությունները, այլ նաև հակառակորդը։ Չարը մեծ ներդրում ունի, որպեսզի մարդը չնվիրվի Աստծուն։ Իսկ այս չնվիրվելը ես նմանացնում եմ, պատկերացրեք, ամուսին եւ կին կամ տղա եւ երիտասարդ աղջիկ տղա շփվում են եւ անդադ կասկածում են ինքն ինքը չի, ես իմ ասեմ, չա ամուսնանանք, չամ, պատկերացնում եք ինչքան անորոշություն, երբեք լիարժեքություն եւ կատարյալ ուրախություն չի լինի, որտեղ անորոշություն իրենց անընդհատ թուլացնում է։ Ճիշտ նույն ձևի հոգևոր կյանքում, երբ որ մարդը մոտիկանում է Աստծուն, զգում է իր ամբողջ հոգով, որ Աստված ճշմարիտ է, այն ինչ որ Աստված առաջարկում է, դա հենց իր ուզածն է, բայց մյուս կողմից ես իմ նվիրվեմ, բա որ հետո մեղ գործեմ, բա որ հետո սենց անեմ, բա որ հետո գնամ աշխարհ, Կիկոսի հայկական պատմությունը։ Այնքան հոգևոր այդ պատմությունը, բա որ եւ մարդը սկսում է մտածել, շատ լավ է սկզբից մտածել, բայց երբ որ մարդը 6 ամիս է մտածում, երբ որ մարդը մի տարի է մտածում, ասեմ ձեզ մի բան։ Աստվածաշնչում ասում է, այս խոսքը կա գրված Սաղմոս 92-ի մեջ։ Սաղմոս 92:13-ն է, եթե չեմ սխալվում, 92:13-ը։ Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի աճեն եւ բուսնեն։ Ոչ թե Տիրոջ տունը հավանողները, ոչ թե եկեղեցուն հարգողները, հոգևորներին հարգում եմ։ Նոյ, երբ որ տապանը սարքում էր, դու գիտեք ինչքան մարդիկ այն, որ գալիս էին ու տապանին նայում են, ասում էին հալալա քեզ Նոյ։ Էս ինչ հիանալի բան է սարքե։ Մարդիկ այն, որ անարգում էին, ծաղրում էին, բայց մարդիկ եկան, որ պատվում էին, հարգում էին, ասում էին, էս ինչ շքեղ բան է սարքե։ Բայց նրանցից ոչ մեկ, ոչ անարգողները, ոչ անպատվողները չփրկվեցին։ Նրանք փրկվեցին, ովքեր մտան այդ տապանի մեջ։ Դու հիմա այստեղ ես, Աստծո տան մեջ ես։ Աստծո խոսքը ասում է, Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի աճեն եւ բուսնեն։ Ոչ թե Տիրոջ տուն եկողները, այլ Տիրոջ տան մեջ, ովքեր Աստծո մեջ հաստատում են։ Նրանք, ովքեր անընդհատ ապրում են, վստահեմ Տիրոջը, նվիրվեմ Աստծուն, չանեմ։ Մարդկա շատ ուժեղ մաթեմատիկական հաշվարկներ ունի։ Ես իմ պաշտամունքի կգամ ուղիղ ժամը 11-ին, կգնամ ուղիղ 1-ին։ Всё։ Բրծա։ Իր ամբողջ հոգևորությունը կազմակերպված այս 2 ժամի վրա, ես եւ իմ Աստված։ Սա գիտեք ինչ է, հաշվարկային նվիրում է։ Եթե կարելի ասել դրան նվիրում։
Այո, Աստված կորտնի, այո, կորտնի։ Բայց դու երբեք լիարժեքություն հոգևոր կյանքի մեջ մարդը չի զգա։ Սա միգուցե ասում եմ 7 հոգում պետք է գա կամ մի հոգու, հուսամ քիչ մարդու։ Լիարժեք նվիրում Աստծուն